Իրանում տնտեսական ճգնաժամի հետևանքով անցկացվող ցույցերը վերածվել են քաղաքական բախումների։ Իրանի մի շարք նահանգներում արձանագրվում են անկարգություններ։ Ակցիաների մասնակիցները հարձակվում են ոստիկանական շենքերի վրա, այրում ու պղծում իրանական դրոշները, հրահրում բախումներ։ Իրանում գործող հայկական Ալիք օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը նշում է, որ լայնորեն տարածվում են կեղծ տեղեկություններ, հատկապես զոհերի թվի և ինքնությունների վերաբերյալ։ Նրա խոսքով այս ամբողջ գործընթացը համակարգում և կառավարում է Իսրայելը։ Դրանք կազմակերպվում են հիմնականում երկրի արևմտյան շրջաններում, հիմնականում 3 նահանգ կա՝ Լորեստանը, Չարմահալ և Բախտիարին ու Իլամը, որոնք նման անկարգությունների այսպես կոչված էպիկենտրոններն են համարվում։ Շահնազարյանի խոսքով Իսրայելը փորձում է իրավիճակը սրել քրդական շարժումների միջոցով, սակայն նա սխալ է համարում այն պնդումը, թե Իրանի քրդերի մեծամասնությունը մասնակցում է ակցիաներին։ Նրա խոսքով ցույցերին ներգրավված են նաև ահաբեկչական խմբավորումներ, որոնց ֆինանսավորում է Իսրայելը։ Նպատակը դա Իրանում այսպես կոչված անվտանգային խորը ճգնաժամ և անկայունություն ստեղծելն է։ Եվ իզուր չի, որ այդ նահանգները, որոնք արևմտյան սահմանում են կենտրոնացած եւ ամենազգայուն նահանգներն ռազմավարական առումով թիրախում են հայտնվել։ Ստեղծված վիճակին արձագանքել է նաև Իսլամական Հանրապետության ղեկավարությունը։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ պատրաստ է լսել այն քաղաքացիների դժգոհությունները, որոնք բողոքում են տնտեսական ճգնաժամի դեմ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խիստ կլինի բոլոր այն անձանց եւ ուժերի նկատմամբ, որոնց նպատակներն այլ են։ Ոչ մի հանդուրժողականություն չի ցուցաբերվի նրանց նկատմամբ, ովքեր Իսլամական Հանրապետության դեմ օգնում են թշնամուն։ Թեհրանը գտնվում է միջազգային ճնշման ներքո։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է աջակցել ցուցարարներին, եթե անվտանգության ուժերը դիմադրեն անկարգություններին։ Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս վարած քաղաքականությունը հուշում է, որ Իրանի ներքին կյանքում ստեղծված ճգնաժամի հեղինակը հենց այս պետությունն է, Իսրայելի աջակցությամբ։ Դատելով դրա վերաբերյալ հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան ղեկավարության արձագանքից կարող ենք ասել, որ բացառված չէ, որ դրանցում արտաքին միջամտության ուղղորդման կազմակերպման հանգամանքը տեսնել։ Այս տեսանկյունից մեզ համար շատ ավելի ուրախալի է այն հանգամանքը, որ դեռևս թուրքական միջամտության հետքեր չենք նշմարում։ Զրուցակիցներս կարևորում են, որ Իրանում ստեղծված իրավիճակին դեռ թուրք-ադրբեջանական տանդեմը չի միջամտել։ Իսլամական պետության իշխանություններն ըստ նրանց չեն զիջի, բայց ստիպված կլինեն կարգավորել երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամը։